բոլորիդ եւ բարի գալուստ սատանայի խայծը առաջին դասին։ Ես այնքան ոգեշնչված եմ, այս ուղերձն ավելի քան 20 տարեկան է, այն ծառայել է բառացիորեն միլիոնավոր մարդկանց, հազարավոր, հավանաբար 100,000-ավոր մարդիկ ազատվել են վիրավորանքից, եւ եթե դուք նախկինում չեք լսել այս ուղերձը, այն հավանաբար կլինի ճշմարտության հետ մեծագույն բախումներից մեկը, որը երբևէ կվերապրեք։ Վիրավորանքը սատանայի խայծը, հավանաբար ամենաբարդ խոչընդոտն է, բայց այն կարելի է հաղթահարել Աստծո շնորհքով եւ Աստծո սիրով։ Ահա թե ինչի մասին ենք խոսելու հաջորդ 6 դասերին։ Եվ սա վերափոխելու է ձեր կյանքը։ Այս ուղերձին այնքան աղոթքներ եւ հավատք է ուղղվել, որ ասում եմ ձեզ, պատրաստվեք Սուրբ Հոգու մեծ աշխատանքին ձեր կյանքում։ Հիսուսի աշակերտները, կարծում եմ սա այս թեման սկսելու լավագույն ձևն է, նրանք հավանաբար տեսան ամենազարմանալի, լավ, ոչ հավանաբար, նրանք տեսան բոլոր սերունդներում կատարված ամենազարմանալի հրաշքները։ Պատկերացնում եք, նրանք անձամբ տեսան, որ մարդիկ հարություն էին առնում մեռելներից, լիովին կույր աչքերը բացվում էին, իրենց ամբողջ կյանքում մեկ քայլ չարած մարդիկ վեր էին ցատկում եւ քայլում էին։ Նրանք տեսան, թե ինչպես նա հանդարտեցրեց վտանգավոր փոթորիկները, որոնք վախեցնում էին նույնիսկ փորձառու ձկնորսներին, այսինքն զարմանալի հրաշքներ։ Սակայն այդ հրաշքները չէ, որ դրդեցին նրանց ավելի շատ հավատ խնդրել։ Դա տեղի ունեցավ Հիսուսի 3.5 տարի տևող ծառայության վերջին շրջանում, երբ նա ասաց հետևյալը իր աշակերտներին. եթե քո եղբայրը մեղանչի քո դեմ օրը 7 անգամ, մեկ օրում, դուք հասկանում եք, եւ օրը 7 անգամ վերադառնա քեզ մոտ ասելով, ապաշխարում եմ, դու պետք է ներես նրան։ Ահա աշակերտների պատասխանը, երբ նա ասաց դա, եւ առաքյալներն ասացին Տիրոջը, ավելացրու մեր հավատքը։ Ինձ համար զարմանալի է, որ դա տեղի չունեցավ հրաշքով մեռելների հարության ժամանակ։ Այն հասարակ փաստը, որ Հիսուսը պատվիրեց, ներիր քո եղբորը, երբ նա շատ անգամներ մեղանչի քո դեմ, դրդեց նրանց ասել. Աստված, դու պետք է ավելացնես մեր հավատքը։ Այժմ խոսենք մեր օրերի մասին։ Հնարավոր է, որ Հիսուսի այս խոսքերն ավելի կարևոր են այսօր, քան նույնիսկ առաքյալների օրերում։ Ես նախապես կասեմ, որ դրանք ավելի կիրառելի են այսօր, քան նույնիսկ առաքյալների օրերում։ Ուզում եմ, որ խոսենք մեր օրերի մասին։ Մենք ապրում ենք այն ժամանակներում, որը Հիսուսի խոսքերով նախորդելու է իր վերադարձին։ Քանիսդ եք հավատում, որ մենք ապրում ենք այդ օրերում։ Անմիջապես Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ։ Հիսուսն ասաց, որ մենք կճանաչենք ժամանակաշրջանը, բայց չենք իմանա օրը եւ ժամը, ճիշտ է։ Հիսուսը պատմեց իր աշակերտներին բազմաթիվ նշանների մասին, որոնք կատարվելու են անմիջապես իր վերադարձից առաջ։ Ես ուզում եմ կարդալ Մատթեոսի 24:10-ը։ Հիսուսն ասաց. «Եվ այդ ժամանակ շատերը բառը հունարենում պոլիսն է։ Լավ, այն նշանակում է շատ, մեծաթիվ, մեծաքանակ, մեծածավալ։ Իմ ուսումնասիրած բառարաններից մի քանիսում այն նշանակում է մեծ մասամբ կամ մեծամասնությունը։ Այսպիսով, մենք հասկանում ենք, որ Հիսուսը խոսում է մարդկանց առնվազն 51%-ի մասին։ Ես ճանապարհորդել եմ աշխարհով մեկ եւ քարոզել եմ այս մասին։ Եվ թույլ տվեք ասել, ոչ մի անգամ, ոչ մի համաժողովին կամ եկեղեցում չի պատահել, որ ուղերձի վերջում ներկաների 50%-ից քիչ մարդիկ խոստովանեն, որ վիրավորված են, եւ նրանցից շատերը նույնիսկ չեն գիտակցում, որ վիրավորված են, մինչեւ որ Աստծո խոսքը չի բացահայտում դա։ Եվ այդ ժամանակ շատերը կվիրավորվեն, բոլորդ ասեք վիրավորվել, իրար կդավաճանեն եւ իրար կատեն։ Սա հաջորդականություն է, վիրավորված մարդը ի վերջո դավաճանելու է, եւ եթե դավաճանությունը չկասեցվի, այն կարող է ատելության տանել։ Դուք կասեք, Ջոն, ինչ գիտես, Առակաց 18:19-ում գրված է. վիրավորված եղբայրը Ամուր քաղաքից պինդ է։ Ինչ կար Ամուր քաղաքների շուրջը Սողոմոնի օրերում, որը գրել է Առակաց գիրքը։ Պարիսպ, ինչի համար էր այն կառուցված։ Պաշտպանության, Պարիսպը դրսում էր պահում այն մարդկանց, որոնք ձեր համոզմամբ ձեր դեմ էին, եւ ներս էր թողնում այն մարդկանց, որոնք ձեր համոզմամբ ձեր կողմից էին։ Հենց սա է տեղի ունենում այն մարդու հետ, ով վիրավորվում է։ Նա սկսում է Պարիսպ կառուցել։ Նոր կտակարանում այս ամրությունը Պարիսպ չի կոչվում, նոր կտակարանը Բերթեր է անվանում այն։ Երկրորդ Կորինթացիների 10-րդ գլուխ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ խոսքերը, որովհետեւ թեև մարմնով ենք վարվում, բայց մարմնավորապես չենք զինվորություն անում, որովհետեւ մեր զինվորության զենքերը, խնդրում եմ, եկեք բոլորս հասկանանք, մենք խաղահրապարակում չենք, մենք մարտի դաշտում ենք, մենք ճիշտ կվարվենք, եթե այսպես դիտարկենք կյանքը, որովհետեւ մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր Բերթեր քանդելու։ Բոլորդ ասեք Բերթեր, ինչ են այդ Բերթերը։
Նա շարունակում է. խորհուրդներ են քանդում եւ ավելի ճիշտ է ասել, պատկերացումներ կամ մտածմունքներ եւ ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Ինչ են բերդերը։ Դրանք հաստատված մտածական կաղապարներ են, որոնց միջոցով մենք ընկալում ենք կյանքը։ Այժմ Աստծո խոսքը ըստ էության պատվիրում է մեզ սիրել միմյանց։ Եվ Աստծո սերը մշտապես ուղղված է տալուն։ Վիրավորված մարդը սկսում է մտածական գործընթացներ ձևավորել խորը իր ներսում եւ ընկալել կյանքը դրանց միջոցով, եւ այդ մտածական գործընթացները ուղղված են պաշտպանելուն։ Նա այլևս չի կենտրոնանում տալու վրա։ Նա մտածում է. ես պետք է պաշտպանեմ ինձ։ Եվ սա տեղի է ունենում անձի խորքում։ Այո, նման դեպքում մենք հեշտորեն կարող ենք դավաճանության դիմել։ Շատ քրիստոնյաներ իրականում չեն հասկանում, թե ինչ է դավաճանությունը, քանի որ ծայրահեղ են ընկալում այն։ Նրանք պատկերացնում են որևէ պետական դավաճանի կամ Հուդա Իսկարիովտացուն։ Այնուամենայնիվ դավաճանությունը պարզապես հետևյալն է. դավաճանությունն այն է, երբ ես փնտրում եմ իմ օգուտը կամ պաշտպանությունը իմ մերձավորի հաշվին։ Երբ մարդը մշտապես կենտրոնացած է իրեն պաշտպանելու վրա, նա կարող է դավաճանության դիմել։ Ես պաշտպանելու եմ ինձ նույնիսկ այն մարդու հաշվին, որի հետ ուխտ ունեմ։ Դավաճանությունը փոխհարաբերության վերջնական խզում է։ Թույլ տվեք ասել, թե ինչ է տեղի ունենում դավաճանության դեպքում։ Դավաճանության դեպքում Աստծո սերը մեր սրտում սկսում է սառչել։ Ինչու՞։ Քանի որ մենք չենք տալիս։ Օրինակ Իսրայելում երկու ծով կա, երկու խոշոր ծով։ Գալիլեայի ծովը եւ Մերիալ ծովը։ Գալիլեայի ծովը ազատորեն ջրեր է ստանում հյուսիսից Կեսարիա Փիլիպպեի մոտակայքում գտնվող սարերից եւ դրանք ազատորեն դեպի հարավ են թափվում։ Դրա ջրերը հոսում են Հորդանան գետով եւ թափվում են Մերիալ ծովը։ Այսպիսով Գալիլեայի ծովն ազատորեն ստանում է եւ ազատորեն տալիս է։ Գալիլեայի ծովը կյանքով լեցուն է։ Այդ նույն կենդանի ջրերը հոսում են Հորդանան գետով եւ թափվում են Մերիալ ծովի հյուսիսային հատվածը, բայց Մերիալ ծովը միայն ընդունում է։ Այն ոչինչ չի տալիս։ Մերիալ ծովում ոչինչ չի ապրում։ Դրանում բացարձակապես կյանք չկա։ Երբ քրիստոնյան վիրավորված է, նա ստանում է Աստծո սերը, բայց պարիսպ է կառուցել։ Ես պաշտպանում եմ։ Եվ սերը սկսում է սառչել։ Այժմ դուք կենտրոնանում եք ձեզ վրա եւ հեշտորեն կարող եք դավաճանության դիմել, որը ինչպես ասացի, փոխհարաբերության վերջնական խզում է։ Եվ եթե դավաճանությունը չկասեցվի, նույնիսկ կարող է ատելության տանել։ Շատ քրիստոնյաներ չեն հասկանում, թե ինչ է ատելությունը։ Նրանք ընկալում են այն որպես սաստիկ զգացմունքային ցասում կամ զայրույթ։ Սակայն մարդը կարող է ատել առանց որևէ զգացմունքի։ Օրինակ, Աբիսողոմն ատում էր իր եղբայր Ամնոնին։ Եվ գրված է, որ նա չէր խոսում Ամնոնի հետ ոչ վատ, ոչ լավ։ Հովհաննես առաքյալը գրում է. նա ով ատում է իր եղբորը, այսինքն քրիստոնյաներին, մարդասպան է, եւ դուք գիտեք, որ ոչ մի մարդասպանի մեջ հավիտենական կյանք չի բնակվում։ Ատել բառն այս խոսքում հունարեն միսեո բառն է, որը բառացիորեն նշանակում է ավելի քիչ սիրել։ Ես կասեմ ձեզ, թե որն է դրա իրական իմաստը։ Դատարկություն, զուրկ սիրուց։ Այլ կերպ ասած, ատելությունը պարտադիր չէ, որ զայրույթ նշանակի, քանի որ կարելի է զայրանալ ինչ-որ մեկի վրա եւ միաժամանակ ճշմարիտ սեր եւ հոգատարություն զգալ նրա հանդեպ։ Այն նշանակում է, որ մարդու սրտում բոլորովին սեր չկա դիմացինի հանդեպ։ Դավաճանությունը կարող է ատելության տանել եւ ըստ Հովհաննեսի, եթե ատում եք ձեր եղբորը, դուք մարդասպան եք եւ նույնիսկ չմտածեք, որ ձեզանում հավիտենական կյանք է բնակվում։ Եվ անմիջապես հաջորդ խոսքում Հիսուսը շարունակում է. դրանից հետո ի՞նչն է նկատի ունի։ Զանգվածային վիրավորանքից, դրան հետևող դավաճանություններից եւ դրանցից բխող ատելությունից հետո շատ սուտ մարգարեներ կհայտնվեն եւ շատերին կմոլորեցնեն։ Որոնք են այն շատերը, որոնք խաբելու են։ Բազմաթիվ վիրավորված մարդիկ, ինչը ցույց է տալիս, որ վիրավորված սիրտը պարարտ հող է մոլորության համար։ Ինչպես է Հիսուսն անվանում սուտ մարգարեներին Մատթեոսի 7-րդ գլխի 15-րդ խոսքում։ Նա անվանում է նրանց գայլեր ոչխարների հանդերձներով։ Ուշադրություն դարձրեք, որ նա չի ասում գայլեր հովիվների հանդերձներով, ճիշտ է։
Լավ, բոլորը մշտապես փնտրում են կեղծ մարգարեներին ամբիոնի ետևում։ Ուզում եմ ասել հետևյալը. աշխարհով մեկ 30 տարի ճանապարհորդելուց եւ բազմաթիվ եկեղեցիներում լինելուց հետո բացահայտեցի, որ նստարաններին ավելի շատ սուտ մարգարեներ կան, քան ամբիոնների ետևում։ Լավ քարոզը Ջոն։ Ամեն։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո եւ էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 120 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։ Այժմ նրանք գայելեր են ոչխարների հանդերձներով։ Ինձ դուր է գալիս կենդանիների մասին հաղորդումներ դիտել։ Discovery ալիքն աներևակայելի է։ Իմ ընտանիքը ծննդյանս օրվա առթիվ ինձ նվեր արեց։ Ես բաժանորդագրվեցի երկիր մոլորակ ալիքին, քանի որ ես սիրում եմ կենդանիներին։ Ես իմացա հետևյալը գիշատիչների, օրինակ գայլերի եւ բորենիների մասին։ Նրանք ոհմակներով են ապրում։ Գիտեք թե որն է գայլերի ոհմակի նպատակը։ Մեկուսացնել ոչխարներին հոտից։ Եվ գիտեք ինչպիսի ոչխարների են նրանք սովորաբար փորձում մեկուսացնել։ Խոցված ոչխարների, վիրավորված ոչխարների, որովհետև եթե կարողանան մեկուսացնել ոչխարին հոտից, այն կդառնա նրանց ընթրիքը։ Առակաց 18-ի առաջին խոսքում գրված է. իրեն մեկուսացնող մարդը ձգտում է իր ցանկությանը եւ բորբոքվում է ամեն ողջամիտ խրատի դեմ։ Սարսափելին այն է, որ դուք կարող եք մեծ եկեղեցու կամ մեծ ընտանիքի անդամ լինել, բայց այս մեկուսացումը տեղի է ունենում անձի ներսում, մտածական գործընթացների մեջ։ Դրանցում է, որ մեկուսացումը տեղի է ունենում։ Երբ դա տեղի է ունենում, միգուցե դուք դեռ մեծ ընտանիքի կամ եկեղեցու անդամ լինեք, բայց գիտեք ինչ, դուք այդ գայլերի թիրախն եք դառնում։ Դուք ինձ հետ եք։ Հիսուսը շարունակում է. «Եվ քանի որ անօրինությունը կշատանա», ինչ է նշանակում այս բառը։ Անօրինություն բառը հունարեն անոմիա բառն է, որը պարզապես նշանակում է անհնազանդություն Աստծո իշխանությանը։ Այն պարզապես նշանակում է անհնազանդություն նրա խոսքին։ Լավ։ Անօրինությունը շատանալու է։ Ինչն է նկատի ունի։ Անօրեն մտածելակերպը։ Այն մտածական գործընթացները, որոնք հակառակ են Աստծուն ճանաչելուն։ Մենք կանգնեցնում ենք այդ պարիսպական բերդերը, երբ վիրավորվում ենք, մտածելով, որ դրանք կպաշտպանեն մեզ, այնինչ դրանք տանջում են մեզ։ Ինչու՞։ Դրանք հակառակ են Աստծուն ճանաչելուն, ինչպես որ Պողոսը գրեց 2 Կորինթացիների 10-րդ գլխում։ Եվ քանի որ անօրինությունը կշատանա, այսինքն վիրավորանքից բխող անօրեն մտածելակերպը եւ անօրեն արարքները, շատերի սերը կսարչի։ Կարծում եմ բոլորս կհամաձայնենք, որ այսօր մեր հասարակության մեջ անօրինությունը շատանում է։ Մեր հասարակության մեջ կան շատ խնդիրներ, որոնց մասին ես կարող էի խոսել, ճիշտ է, եւ դրանց արդյունքը անօրինությունն է։ Բայց գիտեք թե ինչն է զարմանալի ինձ համար։ Հիսուսը չի խոսում հասարակության մասին։ Հիշեք, նա խոսում է իր վերադարձին նախորդող օրերի մասին։ Իրականում նա խոսում է եկեղեցում գտնվող մարդկանց մասին։ Դուք կասեք, սպասիր Ջոն, ինչ գիտես, որ նա խոսում է եկեղեցու մասին։ Այս խոսքում եղող սեր բառը հունարեն ագապե բառն է։ Հունարենում կա երկու հիմնական բառ, որոնք սեր են նշանակում։ Երկուսն էլ թարգմանվում են որպես սեր, նոր կտակարանում, ագապեն եւ ֆիլեոն։ Ֆիլեոն զգացմունքային սերն է, այն սերը, որը կա նույնիսկ այս աշխարհում։ Ագապեն այն սերն է, որը դնում է իր կյանքը իր մերձավորի համար, այն սերը, որը սիրում է նույնիսկ երբ հատուցում չի ստանում։ Այն սերը, որը Հիսուսի խոսքերով այս աշխարհը չի կարող ընդունել։ Այն սերը, որը ըստ Հռոմեացիների 5-րդ գլխի սփռված է։ Սփռված է մեր սրտերում։ Մենք գիտենք, որ նա չի խոսում այս աշխարհի մասին, այս բառի պատճառով։ Ես ցույց կտամ եւս մեկ պատճառ, թե ինչու նա չի խոսում այս աշխարհի մասին։ Ահա թե ինչ է նա ասում անմիջապես հաջորդ խոսքում։ Բայց նա, ով մինչև վերջ համբերի, կփրկվի։ Դուք չեք ասի անհավատ մարդուն, եթե համբերես, կփրկվես։ Փոխարենը դուք կդիմեք նրան, ով արդեն սկսել է իր ընթացքը, եւ կասեք. եթե համբերես, կփրկվես։ Այսպիսով Հիսուսն ասում է, որ վերջին օրերում զանգվածային վիրավորանք է լինելու։ Այո, եւ այդ զանգվածային վիրավորանքը հանգեցնելու է դավաճանությունների։ Եթե ուսումնասիրեք պատմությունը, ամենից արյունոտ պատերազմները տեղի են ունեցել մտերիմների միջև։ Այսպիսով զանգվածային վիրավորանք է լինելու,
Եվ ես ցույց կտամ ձեզ, որ դա հիմնականում տեղի է ունենալու մտերիմ մարդկանց միջև։ Այն հանգեցնելու է դավաճանությունների, իսկ դրանք ատելության։ Եվ այդ ամենի արդյունքը լինելու է մոլորությունը։ Անօրեն մտածելակերպի պատճառով, որի աղբյուրն Աստծուն ճանաչելուն հակառակ մտքերն են, շատերի սերը, որը նույն հունարեն պոլիս բառն է, սառչելու է։ Սառչել բառն այս խոսքում թեյնիկի մեջ դրված գորտի հակառակ պատկերն է։ Եթե դնենք գորտին սառը ջրի մեջ եւ միացնենք գազօջախը, այն դուրս չի ցատկի։ Բայց եթե գորտին եռացող ջրի մեջ գցենք, այն դուրս կցատկի, եթե կարողանա։ Սա թեյնիկի մեջ դրված գորտի հակառակ պատկերն է։ Սերը սառչում է։ Եվ կասեմ հետևյալը. ես եղել եմ այս վիճակում եւ ես չէի գիտակցում, որ Աստծո սերն իմ սրտում սառչում էր։ Ես տեսա դրա հետևանքները եւ Աստված իր ողորմությամբ բացեց իմ աչքերը։ Ահա թե ինչու եմ այսքան ոգեշնչված այս ուղերձով։ Ինչպես ասացի, այն մարդը, ով կարող է խորը ցավ պատճառել ձեզ, ամենամտերիմ մարդն է։ Դավիթն ասաց հետևյալը. որովհետև եթե թշնամին ինձ նախատինք տար, կհամբերեի, եւ եթե ինձ ատողը պարծենար ինձ վրա, կթաքնվեի նրանից։ Մենք սպասում ենք վտանգի մեր թշնամուն այս աշխարհի կողմից։ Սակայն Դավիթն ասում է. բայց դու ինձ հավասար մարդ ես, իմ սրտակիցը եւ բարեկամը։ Որ մենք իրար հետ քաղցրությամբ խորհուրդ էինք անում եւ Աստծո տունն էինք գնում ամբոխի հետ։ Որքան մտերիմ է շփումը, այնքան մեծ է հնարավոր վիրավորանքը։ Ինչու է այդպես։ Քանի որ մեր սպասումներն ավելի մեծ են։ Որպես կանոն, քրիստոնյան սպասում է վատ վերաբերմունքի այս աշխարհից։ Նա պատրաստ է վատ վերաբերմունքի այս աշխարհից։ Ինչու։ Որովհետև այս աշխարհը չունի Աստծո սերն իրենում։ Եվ մեր սպասումներն այս աշխարհից, պատկերացրեք, որ սա զրոյական մակարդակն է, լավ։ Այս սեղանը մեր սպասումները զրոյական են, այո։ Բայց մեր սպասումները մեր քրիստոնյա եղբայրներից եւ քույրերից այ այսքան են։ Մեր սպասումները մեր հովիվներից այ այսքան են։ Եվ մեր սպասումները մեր ամուսնուց կամ կնոջից մինչև այնտեղ են։ Եթե աշխարհն այսքան բան անի մեզ համար, մենք այսքան օրհնություն էլ կհամարենք դա, որովհետև մեր սպասումները նրանցից զրոյական են։ Բայց եթե մի քրիստոնյա եղբայր այսքան անի, մենք այսքանով վիրավորված կլինենք։ Եթե մեր հովիվն այսքան անի, մենք այսքանով վիրավորված կզգանք, քանի որ վիրավորանքի հավանականությունը մեծանում է։ Եթե մեր ամուսինը միայն այսքան անի, օ Աստված իմ, դա լուրջ վիրավորանք է։ Ահա թե ինչու են ամուսնությունների կեսից ավելին ավարտվում ամուսնալուծությամբ։ Մեր սպասումների պատճառով։ Մենք չէինք ամուսնացել, որպեսզի ծառայեինք, մենք ամուսնացել էինք, որպեսզի մեզ ծառայեին։ Այնինչ Հիսուսն ասաց, եթե ուզում եք ինձպես առաջնորդ լինել, հիշում եք, որ գրված է ամուսիններ սիրեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսը սիրում է եկեղեցուն։ Հիսուսը դարձավ ամենացածր ծառան լվանալով իր աշակերտների ոտքերը։ Նա ասաց, ես օրինակ թողեցի ձեզ, դուք Տեր եւ Թագավոր եք անվանում ինձ, ես ձեր առաջնորդն եմ, բայց ես ձեր միջև եմ ծառայողի պես։ Նա զբաղեցրեց տան մեջ գտնվող ամենացածր ծառայի դիրքը, որը լվանում էր մարդկանց ոտքերը, երբ նրանք տուն էին գալիս, քանի որ փողոցները կեղտոտված էին ձիերի աղբով եւ շատ այլ բաներով, եւ այդ ժամանակ չկային մեքենաներ, սպորտային կոշիկներ եւ այլն։ Հիսուսն ասաց, ես կլինեմ այս տան ամենացածր ծառայի պես եւ կլվանամ ձեր ոտքերը։ Նա ցույց էր տալիս մեզ, որ մեծագույն ծառան է։ Այնպես որ ամուսնանալով ամուսինը դառնում է ընտանիքի մեծագույն ծառան, եթե նա իր տան գլուխն է։ Նրա իշխանական դիրքն ընտանիքում չի փոխվում, սակայն արմատապես փոխվում է այդ իշխանությունը կիրառելու ձևը։ Դուք հասկանում եք։ Լավ, այսպիսով Ղուկասի 17-ի առաջին խոսքում Հիսուսն ասում է. անհնար է։ Նայեք անհնար է բառին։ Եթե Հիսուսն ասում է անհնար է, միթե կարծում եք։ Լավ։ Անհնար է, որ վիրավորանքներ չգան։ Ինչ նա նկատի ունի։ Նա նկատի ունի, եթե դուք շնչում եք, դուք վիրավորվելու հնարավորություն կունենաք, բայց այն թե ինչպես կվարվեք վիրավորանքի հետ կորոշի ձեր ապագան։ Դուք կամ ավելի ուժեղ կդառնաք, կամ դառնությամբ կլցվեք։ Այո, վիրավորանք բառը հունարենում սկանդալոն բառն է։ Սկանդալոնը հին հունարեն բառ է, որը սկզբնապես նշանակում էր փայտ, որին ամրացվում էր խայծը կամ թակարդի ձգան, որով որսորդները փոքր կենդանիներ եւ թռչուններ էին որսում։ Որսորդը դնում էր խայծը ձգանի սկանդալոնի վրա, կենդանին բռնում էր խայծը եւ ծուղակը փակվում էր, կամ որսալով,
կամ սպանելով կենդանուն։ Այսպիսով վիրավորանքը սատանայի խայծն է, որով նա ստրկացնում է մեզ հավատացյալներիս։ Սա լուրջ է։ Ուզում եմ ցույց տալ, թե ինչպես է նոր կտակարանի ամբողջական բառարանը սահմանում այս բառը։ Սկանդալոնը մշտապես նշանակում է գայթակղություն վարքի ոլորտում, որը կարող է կործանել մարդուն։ Հիշում եք, որ Եբրայեցիների թղթում գրված է. «Զգույշ եղեք»։ Ճիշտ է, որ մի դառը արմատ վեր չբուսնի ապականություն բերելով։ Ապականելը կամ պղծելը նշանակում է կործանել մարդուն։ Տեսնում եք, թե որքան վտանգավոր է վիրավորանքը։ Սարսափելին այն է, որ վիրավորված մարդկանց մեծ մասը չի էլ գիտակցում, որ վիրավորված է։ Պողոսը հաստատում է, որ սա ծուղակ է գրելով Տիմոթեոսին։ Ահա թե ինչ է ասում նրան. «Տիրոջ ծառային պետք չէ կռիվ անել, պետք չէ վեճերի մեջ լինել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ողջը պահող, հակառակվողներին, այսինքն վիրավորված մարդկանց, հանդարտությամբ խրատող, թերևս Աստված նրանց ապաշխարություն տա, ճշմարտությունն իմանալու համար և սատանայի որոգայթից զգաստանալու»։ Որոգայթ բառը նշանակում է ծուղակ, սատանայի որոգայթից զգաստանալու, որից նրանք որսացվել են, նրա կամքին ծառայելու համար։ Սարսափելին այն է, որ դուք կարող եք ավետարանի ծառայող կամ ծառայողական թիմի անդամ լինել, ամեն շաբաթ տնային խմբակ հաճախել կամ եկեղեցի հաճախել, ամեն անգամ, երբ դռները բաց են, և նույնիսկ վկայել մարդկանց, բայց ծուղակի մեջ լինել։ Ստրկացված լինել սատանային։ Ձեզ կթվա, թե դուք կենդանի ջրերի գետեր եք արձակում, այնինչ իրականում ձեր գետերն աղտոտված են դառնությամբ։ Ես համոզված եմ, որ հաջորդ մի քանի տարիներին թշնամին բանակ է բարձրացնելու եկեղեցու դեմ, որպեսզի պատերազմի մեր դեմ։ Ես հավատում եմ, քանի որ շուտով տեղի է ունենալու Աստծո հոգու մեծագույն շարժումն այս երկրի վրա, որը մարդիկ երբևէ տեսել են։ Այդ բանակը բարձրանալու է, եւ գիտեք, այդ բանակը բաղկացած չի լինելու միայն այս աշխարհի մարդկանցից։ Այն բաղկացած է լինելու քրիստոնյաներից, որոնք ստրկացվել են եւ այժմ անգիտակցաբար ծուղակի մեջ են եւ դառնություն են արձակում։ Փոխարենը ընտանիքին վայել միաբանությամբ բարձրացնեն Հիսուսի փառավոր ավետարանը։ Սատանայի խայծը շատ լուրջ խնդիր է։ Մենք չպետք է թեթևորեն վերաբերվենք դրան։ Ինչպես ասացի, սա հավանաբար մեծագույն բախումն է ճշմարտության հետ, որը դուք կվերապրեք որպես քրիստոնյա բացի փրկությունից։ Այնպես որ ես ուրախ եմ, որ դուք մասնակցում եք այս դասընթացին, եւ մեր նպատակն է լիովին ազատ լինել ցանկացած տեսակի վիրավորանքից, այն ծուղակից, այն խայծից, որը սատանան պատրաստում է մեզ համար։ Կտեսնվենք երկրորդ դասին։